Բաքվի բանտում գտնվող Սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքչյանը երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել և տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը այս մասին տարածել է Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ հայտնի նախ նրա առողջական վիճակի մասին։ Շատ քիչ բան է ընդհանրապես հայտնի Վիգեն Էուլջեքչյանի մասին, ինչպես նաև մյուս մեր ռազմագերիների մասին, որոնց գործերով դատավճիռները կայացված են։ Ինչ վերաբերում է նրանց, ում գործով դեռ դատական նիստերը շարունակվում են, ապա քիչ թե շատ բան իրենց մասին հայտնի է, քանի որ ունեն պետության կողմից նշանակված փաստաբան, տեսախցիկի առջև են երևում դատական նիստերում, հարազատների հետ շփվելու հնարավորություն են ունենում ժամանակ առ ժամանակ։ Էուլջեքչյանի մասին վաղուց արդեն գրեթե ոչինչ հայտնի չէր։ Մայիսի սկզբին նրա կինը Լինդա Էուլջեքչյանը տեղեկացվել է ինչ-որ ձևով այն մասին, որ ամուսինը դեռևս ապրիլի 24-ին սկսել է հացադուլ, ի բողոք դրա, որ նրան արգելում են շփվել հեռախոսով հարազատների հետ։ Այդ իր իրավունքը ոտնահարվում է արդեն ամիսներ շարունակ, փետրվարի 21-ից Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվում հանդիպել նրա հետ և կազմակերպել հարազատների հետ հեռախոսազրույց։ Եթե նա իսկապես շարունակում է հացադուլը մինչ օրս, դա կնշանակի, որ արդեն 1 ամիս է ինչ հացադուլի մեջ է։ Կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպիսի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է մեր հայրենակիցը, այսինքն արդեն ոչ միայն առողջության, այլ նաև կյանքի վտանգի մասին է տեղին խոսել և ստեղծված իրավիճակում և միջազգային կազմակերպությունները և հումանիտար կազմակերպությունները պարտավոր են միջամտել և ինչ-որ ձևով նպաստել դրան, որ պարզապես մարդու կյանքը հնարավոր լինի փրկել։ Արտյոմ, նաև հիշեցնենք ինչում էին նրան մեղադրում։ Հիշեցնեմ, Լիբանանի ծնվել է Բեյրութում մեր հայրենակիցը, բայց նաև Հայաստանի քաղաքացիություն ունի։ 19 թվականի նոյեմբերից ապրել է Հայաստանում, սկզբից Երևանում, ուր զբոսաշրջային բիզնեսով է զբաղվել, այնուհետ տեղափոխվել է Արցախ, այնտեղ է ապրել և աշխատել, և գերեվարվել է 20 թվականի նոյեմբերի 10-ին, երբ Շուշի էր փորձում մեքենայով տեղափոխվել, նա չէր իմանում, որ Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է և մեկնում էր այնտեղ իր սեփական անձնական իրերը վերցնելու համար։ Ադրբեջանցիները նրան գերեվարելով 5 հոդվածներով մեղադրանք են ներկայացրել, թեև իրականում պարտավոր էին ազատ արձակել մնացած մյուս ռազմագերիների հետ միասին։ Դա հենց Ադրբեջանի պարտավորությունն էր եռակողմ հայտարարությունից բխող։ Այսինքն ամբողջովին խախտել են ադրբեջանցիները իրենց պարտավորությունները։ Ողջ մեղադրանքը, որի հիման վրա նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտվել 21 թվականի հունիսին, կառուցված էր միայն և միայն նրա խոստովանական ցուցմունքների վրա, այլ որևէ հիմք չի եղել։ Դե կարող ենք չէ պատկերացնել, թե ինչ ճնշումների արդյունքում են սովորաբար ադրբեջանական բանտում խոստովանական ցուցմունքներ տալիս։ Մինչդեռ իրականում, եթե ունենար նորմալ փաստաբան, շատ հեշտ էր այսպես քարուքանդ անել ողջ մեղադրական եզրակացությունը։ Բանն այն է, որ մեղադրական եզրակացության մեջ պնդում են, թե իբր նա հավաքագրվել է Լիբանանում, նրան խոստացել են $2500 փող, եթե նա համաձայնվի որպես վարձկան գալ և հայերի կողմից կռվի այդ պատերազմում։ Եվ իբրև թե նա Լիբանանից Արցախ է տեղափոխվել 20 թվականի սեպտեմբերի 29-ին, այսինքն պատերազմը սկսվելուց 2 օր անց։ Այն դեպքում, երբ բավական կլիներ սովորական հարցադրում փաստաբանի կողմից Լիբանանի միգրացիոն իշխանություններին պարզելու համար, արդյոք նա 20 թվականի սեպտեմբերի 29-ին կարող էր լինել Լիբանանում։ Պարզ է, որ կհերքվեր այս տեղեկությունը և կփլուզվեր ողջ մեղադրական եզրակացությունը։ Մի բան, ինչը իհարկե Ադրբեջանի կառավարության կողմից հատկացված փաստաբանը չի արել։ Այսինքն ակնհայտ է, որ այս ողջ մեղադրանքը շինծու է եղել սկզբից մինչև վերջ։ Արտյոմ, այնպիսի տպավորություն է, որ Սփյուռքահայ բանտարկյալի նկատմամբ այսպես ավելի ընդգծված խիստ կոպիտ շատ վերաբերմունք է։ Իհարկե ակնհայտ է, որ դա այդպես է,
Հետաքրքիր է, որ ի սկզբանե Վիգենի անունը կար այն ցուցակում այն անձանց, այն ռազմագերիների, ովքեր պետք է 23 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեին, բայց ինքնաթիռում նա այնպես էլ չհայտնվեց։ Այսինքն սփյուռքահայերին որպես վարձկան ներկայացնելը ադրբեջանցիներին պետք է այդ իրենց կողմից ստեղծված հորինված առասպելի հիմքը ապահովելու համար։ Պատահական չէ, որ Վիգենի գործը փոխանցվեց դատարան անմիջապես այն բանից հետո, երբ Երևանում դատարանը վճիռ կայացրեց երկու սիրիացի վարձկանների գործով, ովքեր հավաքագրվել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց գործը այսպես ակնհայտ էր, որ նրանք իսկապես վարձկաններ էին, խոստովանական ցուցմունքներ են տվել, չեն վիճել կայացված վճռի հետ։ Եվ Ադրբեջանը այսպես հայելային պատասխան է փորձել տալ, մեղադրելով նույն մեղադրանքները ներկայացնելով, իբրև թե հայերի կողմից վարձված ահաբեկիչների, ինչպես իրենք են ասում։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում էին լուսանկարներ, որոնցում պատկերված էր Վիգենը ռազմական համազգեստով եւ ինքնաձիգը ձեռքին։ Անգամ եթե այդ լուսանկարները ֆեյք չեն, կեղծված չեն, դա որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ այդպիսի դատավճռի համար։ Քանի որ 2015 թվականին Վիգեն Էլջեքչյանը ընդունել էր Հայաստանի քաղաքացիություն եւ տեղափոխվել էր ապրելու Արցախ։ Եվ զենքով հայրենիք պաշտպանելը նրա իրավունքն էր որպես հայի եւ որպես Արցախի բնակչի։ Այսինքն, եթե անգամ նա մասնակցել է ռազմական գործողություններին, մի բան ինչը ապացուցված չէ, դա նույնպես հիմք չէր կարող ծառայել այդպիսի դատավճռի համար, քանի որ նրա վրա պետք է տարածվեին հումանիտար բոլոր միջազգային նորմերը, իսկ Ժնևյան կոնվենցիան պահանջում է, որ ռազմագերիները ազատ արձակվեն ռազմական գործողություններից հետո։ Հետաքրքիր է, որ անգամ մեղադրական եզրակացության մեջ չէր ասվում, որ նա մարդ է սպանել, իսկ եթե այդպես է, նա որպես շարքային ռազմագերի պետք է ազատ արձակվեր։ Արդյոք իսկ ռազմագերիների թվում կան էլի սփյուռքահայեր, ու նկատի ունեմ մարդկանց, որոնց հետո կարող են նորից որպես վարձկան ներկայացնել։ Իրականում շատ քիչ ինֆորմացիա ունեն, ժամանակին Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարե Սինանյանը հայտարարել էր, որ 3 սփյուռքի հայեր ադրբեջանական բանտերում են գտնվում, 4-ը Մարալ Նաջարյանն էր, այն կինը, որին հաջողվեց ազատ արձակել միջազգային լրջագույն ճնշման արդյունքում եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անձնական միջամտության արդյունքում, նա Լիբանանի քաղաքացի էր նաեւ եւ վերադարձել է Լիբանան։ Այժմ որևէ ստույգ տեղեկություն չունենք այն մասին, թե քանի սփյուռքահայ կա բացի Վիգենից ադրբեջանական բանտերում, ըստ իրենց տարածած հայտարարությունների 23 հայ կա, ովքեր կամ ամբաստանյալ լիաթոռն են, կամ արդեն որոնց գործով վճիռ է կայացված, կամ դեռևս մեղադրանքը դատարան չի փոխանցված, բայց նաև կան այլ տեղեկություններ, որոնց համաձայն իրականում ավելի շատ է այդ թիվը, եւ չի բացառվում, որ նրանց թվում կլինեն նաև սփյուռքահայեր։ Շնորհակալություն, Արծև։